Ոչ մի երկրի հետ պետք չի ինչ որ թշնամիական գործեր ան։ Դիպի հետ պետք է լավ եղնես, որ քու երկիրը լավ ապրի։ Եթե մեկը փիսնանա լավնա, մեր հայկական խասյաթն է, դիպին զավիդովը տանել, պետք չի տենց բան։ Պետք է դիպի հետ ընկերություն անես, որ лав ապրես։ Պետք է հարգես, պետք է վեհանտ չեղնես։ Ни в коем случае нельзя дружить с человеком, который резал твоих женщин, детей. Как можно дружить с турком? Как можно дружить с турками? Я не понимаю, и у меня в голове не помещается дружить. Ну, открыть границы, там какие-то перевозки и всякие вот такие вещи можно сделать в интересах, естественно, как бы республики. Но дружить, вот, ну, это слово здесь лишнее. Дружить нельзя. Только политические отношения какие-то, и все. Բայց ձև գոյություն ունի, ասենք Թուրքիա Հայաստանից է շատ մարդ գիտեմ, գնում են, դե աշխատում են, ապրում են, ասենք ես ընկեր ունեմ, կինը երկար տարի այնտեղ ապրում, բայց ձև գոյություն ունի, եթե դու ուզում ես Թուրքիայի հետ համագործակցես, դա չի նշանակում, որ դու պետք է Ռուսաստանի հետ լրիվ կապերդ խզես կամ ասենք հելի թող համագործակցի, թող գան, թող բոլորը, թող ճանապարհն էլ լինի, ասենք ինչն է պատճառը, որ ասենք ամեն ինչը կոնֆլիկտային, ամեն ինչը ասենք կռվով դաղով, հետո ես խոսում եմ Հայաստան, ասում են, որ նորմալ են ապրում մարդիկ, չեն ուզում խառնվեն ոչ մի բանի, բայց եթե այս տեմպով գնա, կարող է մի 10 տարի հետո գնաս, տեսնաս ընդեղ էլ ոչ մի բան չի մնացել, սենց ոտատակ տվե գնացել են, ես տենց եմ կարծում։ Нет, конечно, нельзя дружить и не нужно этого делать. Это мое личное мнение. Каждый человек принимает свое решение сам. Вы мне спросили, я вам ответил. Թուրքիայի հետ կարելի է բացել, բայց նայած հետո երբ թուրքերը ընդունեն իրանք ինչ են արել մեր հետ, ներողություն խնդրեն, հատուցեն, նրանց հետո իհարկե կարելի է, ինչի՞ չէ։ Բայց դա էլ շատ վտանգավոր է, որովհետև մենք թույլ երկիր ենք, մենք տնտեսություն չունենք, Թուրքիան իր 80 միլիոնանոց երկրով ու մեծ տնտեսությունով շատ արագ Հայաստանը կուլ կտա, ու մենք չենք հասցնի ոչ մի բան անենք։ Մենք ամբողջ աշխարհով 12 միլիոն ենք, նրանք 80 միլիոն մենակ Թուրքիայում են ապրում, տենց հզոր տնտեսությունով, տենց ուժեղ աշխարհական դիրքով։ Պետք չէ ճանապարհ, առանց դրա մենք ապրել ենք, ելի կապրենք։ Մենք պետք է հավասար լինենք, գոնե այնպես լինի, որ մենք արնանք մեզ պաշտպանենք։ Армения не в безопасности, более того, Армения, то есть границы Армении очень сильно передвинуты, не на тех местах совершенно. Я думаю, что если и так продолжится, от Армении останется, возможно, вообще ничего, к сожалению. Իմ կարծիքով ես այնտեղ չեմ ապրում երկար տարիներ, կարելի է ավելի ամեն ինչը գեղեցիկ անել, էլի, ավելի հետաքրքիր ձևով։ Ասենք լյուբոյ փոքր պետություն ինքը պետք է ինչ-որ մեծ պետության կողք լինի, անպայման։ Այդ միշտ է տենց եղել, միշտ։ Ասենք Ռուսաստանը ինչ էր արել, որ Ռուսաստանը ինչ վատություն էր արել, որ ասենք այտենց թեքվեցին, այդքան մենք մարդ ենք, Հայաստանի չափ մարդ ստեղ է ապրում։ Ասենք ինչի համար սարքես այդ կոնֆլիկտային սիտուացիա, որ ինչ իմաստը ինչումն է, որ ասենք վաղը միսյոր Թուրքիա Ադրբեջանի նման գնան ընդեղ, մենք կարանք հավաքվեն գնա, ես պրոբլեմ չունեմ, ես կարամ հավաքվեմ ու գնամ ընդեղ ապրեմ։ Ուղղակի ես ասենք նայում եմ, տեսնում եմ ընդեղ ինչա կատարվում, դրա համար ինձ հետաքրքիր չի։ Այս երկու կոպեկով մարդկանց ոնց որ խափում են, հետո կերևա ոնց է լինելու։ Բայց ես կարծում եմ լավ հոտ չի գալի, եթե ինքը հիմա նորից ընտրվի 6 ամիս հետո։ Ես չեմ իմանում Հայաստանը ինչ վիճակում կլինի։ Ասենք երկու կոպեկով ոնց որ խափում են մարդկանց, էլի։ Խափում են հոզորով չի։ Ներկայապահին շատ վատ ինձ թվում է, որովհետև մենք զենքի արտադրություն չունենք, պոտենցիալները կան, բայց ոչ մեկ դրան չի խրախուսում, զինվորականների, նորմալ զինվորականներին բռնել են, դատել են, ասենք, շատ վատ վիճակում է։ Который любит свою нацию, свою землю, который за нее переживает. Вот этот лидер. Я не могу сказать конкретно какой человек, который просто любит свою нацию и свою землю. Գիտուն, չվախեցող ու համեստ։ Վախեցող մարդը չի կարա երկրին տերություն անի։ Ոնց որ ձեր հիմիկվա ինչը նախագահա, თუ ինչա, ոնց եք ասում իրան։ По примеру скажу, я думаю, что идеальный руководитель страны должен быть, как, например, Карен Демирчян. Вот возьмите пример, приблизительно вот такой должен быть. Такой, я думаю, что и мы не найдем, и не будет. Ամենալավ ղեկավարը, ես միշտ տենց եմ համարել, այն ղեկավարն է, ում որով ժողովուրդը լավ է ապրում։
Ես օրինակ որ խոսում եմ, ասում են դե էսա լավ են լավ, ասում եմ բայց այդ լավը, որովհետեւ 27 տարվա մեջ ես իմ 7 միլիարդ թե ինչքան պարտք ունեն, այս 5 տարվա մեջ այդ 7 միլիարդ պարտք այդ ճանապարհները սարքում են, ման այդ ամեն ինչը շատ լավ է, բայց ընդհանուր ժողովուրդը ո՞նց է ապրում։ Կիսասոված ապրում են, ես գիտեմ, ասենք ինչ-որ մի խավ ապրում են, փոքր կենտրոնում տուրիստները գալիս են գան։ Իրանց ազգի համար պետք է պատրաստ լինեն ամեն ինչի գնան, ոչ թե իրանց փորի համար, այլ իրանց ազգի համար մեկ։ Իմ կարծիքով մեր ազգին պետք է մի սրտացավ թագավոր, մի սրտացավ պրեզիդենտ ժամանակակից լեզվով ասելով, որ նրա սիրտը ցավ է մեր ազգի համար, մեր ազգի ժողովրդի ապագայի, ներկայի եւ ապագայի համար եւ չմոռանալով մեր անցյալը, մեր մեծ անցյալը, որովհետեւ մենք ունենալով մեծ անցյալ 5000 տարվա պատմություն, այսօր 120 տարվա թուրքերը եկել են մեզ ուզում են մեր պատմությունը փոխեն, որտեղ մենք թույլ ենք այս պահին, մեր հետ ուզում են անեն ինչ ուզում են, բայց պետք է չլինի տենց, պետք է ասած մենք խնդրում ենք Աստծո, որ Աստված մեզ մի հատ լավ թագավոր տա, որ ամեն ինչը կարգավորվի, գնի իր տեղը։ Это очень плохо. Церковь должна быть, туда люди приходят помолиться Господу Богу, какая разница, председатель власти ты или депутат, или кто ты должен просто верить в Бога. Շատ վատ, ոնց կարելի է այդպես վերաբերվել, ասենք, դա սրբապղծություն է, այդ ազգը կործանելու ճանապարհ է, դա է ասում, որ եկեղեցին այդքան դար պահել է, հիմա ասենք ուզում են քանդեն այդ եկեղեցին ինչ որ աղանդներով, ինչ որ եսիմ օտարածին հավատքներով կամ փոխեն ինչ որ մենք տեսանք այդ նույն բանը կատարվեց Եվրոպայում, եվրոպացիք արդեն եկեղեցի Քրիստոսին չեն հավատում, իրանք եկեղեցիները արենդայով են տալի, վարձով են տալիս, ուրիշ բարեր ու կաֆեներ ու ռեստորաններ են բացում եկեղեցում Եվրոպայում, Եվրոպան 200 տարի առաջ շատ ուժեղ հավատացյալ երկիր էր, ինկվիզիցիա է եղել Եվրոպայում, 200 տարի հետո իրաց եկեղեցիները արենդով են տալի, նույնը մենք կդառնանք տենց որ հասնենք դրան, դա համար գտնում եմ որ շատ սխալ է, մեր եկեղեցին պետք է պահենք անկախ նրանից մեր եկեղեցում ինչ է կատարվում, ում է դա վերաբերվում, եկեղեցում ինչ կատարվում է, այնտեղ մեզանից հաստատ խելացի, իմացող, կյանքի փորձ ունեցող մարդիկ կան, իրանք այդ հարցը կլուծեն ոնց որ պետք է, պետք չի ինչ որ մի թերուս, որ ինստիտուտ դաժե չի ավարտել, եկեղեցուց է խոսում, մի անգամ նորմալ հաղորդություն չի ստացել, մի անգամ նորմալ պատարագի չի մասնակցել, չգիտի դա ինչի մասին է, եկեղեցու, ասենք, ամենամեծին է կապնում։ На самом деле плохо, что так поступает с церковью, я думаю, что потому что церковь всегда с армянским народом бок о бок идет, и думаю, что лучше отпустить, отойти подальше от церкви, пусть живет своей жизнью, не трогать святых. Я думаю, что они плохо очень отнеслись в его адрес. Он не тот человек, которого нужно держать в тюрьме, в заперти. Он очень много сделал для армянского народа, поэтому он как бы должен быть вместо них во власти. Я так представляю. Ես Սամվել Կարապետյանին ճանաչում եմ 91 թվից։ Երբ որ Կալուծքի օբլաստում գյուղում իր գյուղացիների հետ գործ էր անում։ Շատ լավ տղա, շատ համեստ հայ, շատ գիտուն տղա, այդ շնորհքը, որ ունի այսօր անորը որ դարձել է այս ամեն ինչի տեր, այդ խելքա պետք դրա համար։ Հիմար մարդը չի կարա դրան հասնի։ Իսկ որ մարդիկ կան որ խանգարում են մարդուն որ սեն չի, նեն չի, լավ չի արել, լավ արել, դա հիմարություն է դա հիմարություն։ Ինչ ասեց մարդը, ասենց մենք մեր ձևով, ասենք ոնց որ ինքը արել է իրանց ձևով, իր ձևը հեսա ինչ նայում ես, այս ամեն ինչը իր ձևով է։ Այդքան բան ի՞նչ է նշան, իր ձևով, ասենք դրա համար բռնում ձերբակալում են մարդուն։ Շատ վատ, Սամվել Կարապետյանը եկեղեցու ամենամեծ բարերարներից մեկն է, այդքան բան է արել մեր հայ ազգի համար, եկեղեցու համար, մի բառի համար, որ ինքը ասում է, ես եկեղեցուն կաջակցեմ, այդ մարդուն բռնեցին, փակեցին, ասենք բռնեցին, նստացեցին։ Իհարկե շատ վատ, ամոթ է, մեծ ամոթ է մեր համար, որ մենք ամբողջ Ռուսաստանում ամբողջ ունենք մի մեծ բարերար մարդ, մի մեծ հարուստ մարդ, որ ասենք մեր ազգին օգնում էր, այդ մարդուն բռնեց, նստացեց, ասենք ամոթ։